Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, օրորի վրա ավելի ակտուալ է դառնում հակասությունը հայ-թուրքական սառը այս պատերազմի, որովհետև երկրի գահը զավթած թուրք նիկոլիստները, այսինքն քեմալական պայմանագրի այդ չստացված կերպարները անընդհատ փորձում են ջլատել, անընդհատ իրենց չկատարած գործի մեղքը բարթել, ժողովրդի վրա, ժողովրդին անվանելով ամենավերջին ձևերով, ճնշելով ամենավերջին ձևերով եւ հետո ասելով, որ իրենք երկաթե մանդատ ունեն, որ հենց իրենք են ժողովուրդը եւ այլն։ Սակայն փաստը մնում է փաստ, որ բոլոր նրանք, ովքեր որ փորձում են այս կամ այն կերպ պահպանել հայկական մշակույթը, հայկական մենտալիտետը, ունենալ հայավայել կյանք, պայքարել որպեսզի ունենալ հայավայել կյանք, նրանք անմիջապես, անկախ նրանից թե ովքեր են, հայտնվում են քեմալական պայմանագրի թիրախում, այդ թվում նաև կանայք, մայրեր, որոնք մանկահասակ երեխաների ծնողներ են և որոնց երեխաներին անխնամք են թողում, նրանց այս կամ այն մտածածին ձևերով կալանավորելով։ Մենք անընդհատ մեկընդմեջ ականատես ենք լինում Նիկոլի այսպես ասած խաղաղությանը, հայ կանանց ձերբակալություններով ու բռնաճնշումներով, բոլորիդ հայտնի է իմ բռնաճնշման դեպքը, իդեպ մինչև այսօր քրեական հետապնդման տակ մտածածին հոդվածներով փորձում են քրգործ կարել, իրենց իսկ կատարածի դիմաց։ Հիմա ունենք հերթական զոհ ճակետավոր, որովհետև որոշ դեպքերում բերդերում գտնվողները ավելի ազատ են գոնե իրենց մտքերով, իրենց հոգեբանությամբ, քան Նիկոլը, որ իր սեփական ախրանայով է սեփական շատ կներեք արտակնոցը գնում, որովհետև վախը օրորի նրա ավելի է խստանում և նա այլևս չի կարողանում դիմագրավել սեփական վախը, ինչ մնաց թե խաղաղություն, ծանծաղամիտ է նա, որ մտածում է, որ Թուրքի հետ հնարավոր է խաղաղ ապրել կամ ունենալ բարիդրացիական հարաբերություն, երբ թշնամիդ անընդհատ ուզում է քեզ սպանել, դու չես կարող նրա հետ խաղաղ գոնե հարևանություն անել, թշնամիդ չի կարող քեզ հարևան լինել, եթե դրկիցդ քեզ թշնամի է, դա նշանակում է, որ նա այլևս քեզ հարևան չէ, նա թշնամի է։ Ժողովուրդ, ով որ կասկածում է իմ ասացի մեջ գոնե 1%, շրջվեք ու նայեք եռաբլրին։ Բանտարկված է այսօր այս պահի դրությամբ Արեգնազ Մանուկյանը, նրա միակ մեղքը նա է, որ նա ցանկանում էր, որ իր մանկահասակ երեխաները հայ մեծանան, դա է նրա քրեական միակ հանցագործությունը, թուրք ֆաշիստական, այսպես ասած, օսմանական թուրքերի, երիտ թուրքերի քեմալական պայմանագրի կառավարության օրոք։ Նիկոլ, ես հասկանում եմ, որ դու լինելով թուրքի հունդ, ես դա չեմ հոգնի ասելով, մինչև մեր ժողովրդի ուղեղին հասնի, որ դու լինելով թուրքի հունդ, չես կարող հանդուրժել ոչ միայն ոչ այն ամենը ինչ որ հայկական է, այլ նաև բոլոր նրանց, ովքեր որ ուզում են հայ մնալ։ Եվ բնական է, որ առանց մոր մեծացած քո նման տիպաժը երկոտանին չի կարող իմանալ մոր քաղցրություն և դու այսօր մայրական քաղցրությունից զրկում ես երկու մանկահասակ երեխաների, ամենամեծ հանցագործներին անգամ սերիական մարդասպաներին չեն առանձնացնում իրենց երեխաներից։ Ասում եք ինչ, դավաճան է, էտում է դավաճանել Ալիևին թե Էրդողանին, քո որ տիրոջն է դավաճանել, ռուսամետության մեջ ես համ ես մեղադրում,
Մենք ռուսամետն ենք, բա դու ով ես, թուրքի ջուտ, դու ով ես, Նիկոլ, մի հատ ազնվություն ունեցի էդ քեզ երկաթե մանդատ տված չակետավոր, ստամոքս անուղեղ կենթանիներին, որ հայ կոչվելու իրավունք իհարկե չունեն, ցույց տուր իրականում դու ով ես, ու եթե այդքանից հետո էլ նրանք կգերադասեն քո տված մի աման լափը, որ թուրքերի վճարն է, իրենց մորթվող երեխաների դիմաց, նոր դրանից հետո, որևէ մեկին որևէ բանի մեջ կմեղադրեք, հիմա հատուկ հարցս Նիկոլա զոմբիներին, եթե մեղադրվում են որևէ կուսակցություններ, դաշինքներ և մարդիկ, ինչ որ հակման մեջ, այսենք օրինակ մեզ մեղադրում ես Նիկոլ, ռուսամետության մեջ, եթե գտնում ես, որ քո թուրքական կառավարությանը մենք, այսպես ասած, ուգրոզա ենք, ռուսերեն ասած, մենք սպառնալիք ենք, որպեսզի դու Հայաստանը վերածես Նիկոլստանի, այսինքն Արևմտյան Ադրբեջանի, ապա հարց բոլոր Նիկոլա զավրերին, որոնք դեռ ունեն տհասություն, Նիկոլին կամ այժմյան կառավարությանը ինչ-որ կերպ վստահելու կամ հավատալու, ինչի եք ձեր համար հույժ, որովհետև ընդեղ ոչ մի կարևոր ու թաքուն փաստաթուղթ համոզված եմ չի եղել, ինչի եք թույլ տվել, որ մասնակցեն ձեր փակ այսպես ասած հույժ գաղտնի պետական կառավարման այդ հանձնաժողովի նիստերին, նրանք ում որ իբրև դուք չեք վստահում։ Այդ նիստը հրավիրել է ընդդիմությունը, ԿՊՆ-ն որոշել, որ պետք է փակ նիստ լինի, դրանից հետո Գեղամ Մանուկյանը հայտարարել, որ ասում է ես այդ փակ նիստից հետո Ես լսել եմ Մանուկյանի։ Նախ գաղտնիք չի կարող լինել, երկրորդը դավաճանության ինչի մասին է խոսք, ինչ դավաճանություն, եթե դու զինակցի մասին ես խոսում։ Պետականորեն հերքված չի, նորից եմ կրկնում, հայ-ռուսական ռազմաբազան Հայաստանում է դեռ, փառք Աստծո, ու պետականորեն հերքված չէ հայ-ռուսական ռազմագործակցությունը։ Նախ ինքը դրա իրավունքը բացարձակ չուներ, այդ մեկ, երկրորդ էլ առհասարակ կինը, որը որ անգամ եթե նա ինչ-որ պատահական սպանություն կատարած լինել, որևէ հայ կին, ապա մեր մենտալիտետից ելնելով, նրա պատիժը պետք է լիներ չափավոր։ Արիկ Նազը առհասարակ անմեղ զոհե քո կառավարությանը, դու պարզապես չկարողացար կուլ տաս, կոկորդիդ է մնացել Մայր Հայաստանը, Նիկոլ, չես կարողանում մարսես մեզ, դա է քո ամբողջը, են համբալիչիցդ սկսած մինչև հիմա, չէ? Դու գիտես, որ դրանք բոլորը ձեր վրա հոդվածներ են, որ կուտակվում են, ես հասկանում եմ դու էլ կորցնելու բան չունես, որովհետև էլ նահանջելու դու տեղ չունես, դու կամ փրկում ես քո կաշին չէ, մորթին, կենթանի ես, որովհետև դու մարդ չես, մարդ կոչվելու իրավունք չունես, ոչ միայն հայ, այլ կամ փրկում ես քո մորթին, կործանելով հայերին ու Հայաստանը, որտև քո համար մենք արժեք չունենք, մեր երկիրը արժեք չունի, դու ինքդ լավ գիտես, որ դու ազգությամբ հայ չես։ Կամ էլ ես ուղղակի զարմանում եմ այն կատարողների վրա, որոնք համաձայնվում են քո տված այդ մի կտոր լափի դիմաց, այդ ոստիկանախունտային եմ զարմանում, այդ չգիտեմ, օրենք պահող չպահողներին, որ հիմա օրենքը միայն դու ես հրամայողը, ոնց կարելի է հայ կնոջը գալ, այդքան բռնության կերպ, այլոց չենք թուրքերից զարմանում, երբ կատարողները իրենց թուրքի հրամանը կատարելու դիմաց, լավ տղա խաղալու համար, հայ կնոջ են կարողանում մանկահասակ երեխաների դեմը, կոպտորեն խցկել մեքենան ու տանել։ Ինչի մասին է խոսքը, Նիկոլ, էշերին արգրավեցիր չհանգստացար, հալավ, երբ դու Սևադայի, Նիջիվանցի Սևադայի էշին էիր, տարել բանտարկել, արգրավել, մենք հասկացանք, որ երևի քո
այդ էլիտայի քո էլիտայի այժմյան քո կոչված այդ նոր Հայաստան ճակետավոր մեր Հայաստանը 7000 տարվա է նոր չի բայց քո այդ ասած էլիտայի համահունչ համախոհեր ոնց են ասում հոգեբանորեն հարազատ էր ճարել գտել ու արգրավեցիր բան Ծառուկյանից երին ինչ ես արգրավում նրանք հաստատ քո մակարդակին չեն Հիմա ինչ վերաբերվում է ազգային անվտանգության ներս խուժելուն ու հերթական այդ աշխատավայրեր փակելուն։ Նիկոլ որ պարգևավճար ես տալի այդ հավատարիմ քո այդ երևույթներին ազգային անվտանգություն, որ վաղուց Նիկոլի անվտանգություն է, թուրքերի անվտանգություն, թուրքերի կամակատար այդ ենիչերիներիդ, որ այսպես ասած բրախում ես քո Երկրի որտեղ որ դու մեծացել ես, Իջևանի բարբառով ասեմ, որ բրախում ես այդ նորապսակների սենյակ, մոմեր դու գոնե մոմ բռնեն արա։ Ամոթ ունեցեք վերջապես։ Էս ինչ խայտառակություն է։ Ու այդ ամենին լուր ստիպված ենք հանդուրժել, որպեսզի քաղաքական ընդվզում չսկսվի ու որպեսզի նորից հայ արյուն չթափի, հա, որ քաղաքացիական, որպեսզի քաղաքացիական պատերազմ չսկսվի, այդ ամենը պետք է հանդուրժենք, ազգային անվտանգությանը տեն նորանշանակ ֆաշիստըտ գնաց Ադրբեջան, մի ծպտուն չհանեցի, գնաց ընդեղից հրահանգ ստանալու, հիմա այդ պարուհուտ, Այդ առողջապահության նախարար կոչված Ավանեսյանն էր, ինչան էր, Ավանեսյան էր, չէ? Դրան ինչ ես ղարգել Թուրքիա? Ստրիպտիզից պրծանք վարչաբենդի, հիմա պետք է գնա պորտապար սովորի Թուրքիայում, թե արդեն սովորել է, պետք է ուղարկել ես Էրդողանի մոտ։ Ինչ հարևում քչություն են անում ձեր տիպի կենդանիները։ Հերիք հայել է վերջապես։ Այս ինչ խայտառակություն է, բոլոր հրահանգները դուք եք գնում Թուրքիայում կամ Ադրբեջանում ստանալու, բայց ստացվում է, որ մենք ենք խանգարում, մենք նկատի ունեմ այն մարդիկ, ովքեր ազգայինն են ուզում ունենալ։ Մենք ենք խանգարում, որ Հայաստանը վարքավաճի, զարգանա, ծաղկի եւ այլն, հա? Հիսուսի արձան ստեղծող կառուցողն է խանգարում։ Իհարկե խանգարում է։ Խանգարում է քեզ ազան կանչելուն, խանգարում է Հայաստանը թուրքացնելուն, մենք բոլորս քեզ խանգարում ենք, որտև հայ ենք, ու են գնելիք, մնելիք, որ բաց ես թողել, այդ ինչ ես դրանց, դրանք էդ ինչ եք ծխում դուք տղերք, այդ ինչ եք ծխում, որ այդ որակի եք մնացել, այդ որ բաց եք թողում սրան նրա վրա հաչալու, մի հատ գոնե բացատրեք, որ այդ տված լափի դիմաց, իրանք հետո պատասխան են տալու։ Ու բոլոր նրանք, ովքեր որ ասում են, որ իրավական համակարգը, ոստիկանները, իրենց աշխատանքն են կատարում, դե որ նրանք չլնեն մի ուրիշները կլնեին, շտապեմ հիասթափեցնել ձեզ, տղերք, դուք ձեր մեջ գուցե կա մի 2%, մինչև 5% գուցե դեռ ինչ-որ հայկական հոգեցավ, ոնց են ասում, ցավը հոգու մեջ մարդիկ դեռևս երևի կան։ Բայց ամեն անգամ զոհվածի մորը գետնով քաշտալուց, անչափահաս երեխաների մորը բանտարկելուց, երբ նրա երեխան երեկոյան հորը հարցնում է, իսկ մաման ինչի տուն չի գալիս ու հայրը պատասխան չունի դրան, նորմալ ընտանիքից տանելու դեպքում և նման դեպքերում հիշեք միշտ, բացի այն, որ կյանքը բումերանգ է ամեն ինչ հետ է դառնալու, Նիկոլը գուցեև շատ դաժան է պատասխան տալու, բայց դա ձեզ չի արդարացնում, գուցեև չէ, շատ դաժան է Նիկոլը պատասխան տալու, ասել եմ, չէ Նիկոլ, դու դագաղներդ քո հետ բերել ես, դու երազելու ես մեռնելու մասին, չսպասես, քեզ ոչ մեկ չի սատկացնելու, ամենայն դեպս այդ քո ասած ռուսամետներիցս ոչ մեկը դու պետք է դատվես, որպեսզի համընդհանուր հաստատվի քո պետական դավաճան լինելը, քո հետ կայացած չկայացած էքի հետ, կնգատ հետ
կնիկ չի, в общем, դրա համար ասեք, որովհետև էդի կնիկ չէր, կնիկ էր, տենց է գլուխ չհանենք, в общем, մի խոսքով, այդ որ քիչ հենց վտանգ է սպառնում, անցնում է ջրի հատակը, մի կողմ ես քաշում, դա ոչնչով չի փրկելու, նա քո հանցակիցն է, հանցակիցը, կարող էր լինել կինդ, չլիներ հանցակիցդ, բայց կինդ չի ու հանցակիցդ է, ամեն դեպքում նա քեզ հավասար պատասխան է տալու, այդ կերած թռազներդ, Նազարյան Լենա, չգիտեմ ընդեղ, Ալեն, Մալեն, դրանք եւս պատասխան են տալու ու հաստատ գալու է այդ օրը ժողովուրդ, ինչքան էլ հիասթափեք, ասեք դե ոչինչ չեն անում, դե սա գնաց 5 տարի, էլ տենց չի, Նիկոլ ինքը շատ լավ գիտի, իսկ այդ հրամաններ կատարողները, դուք Նիկոլից շատ դավաճան եք, ասեմ ձեզ, որովհետև եթե նա գոնե գիտի, որ այդ ամեն անում է իր ազգի համար, ապա ձեր մեծամասնությունը կարծում եմ հայեր եք ծնված, ու ձեր տանը համենայն դեպս ձեզ ասել են դուք հայ եք, ի տարբերություն Նիկոլի։ Նիկոլ, միտե ամբողջ կյանքիդ մեջ մի անգամ գոնե չես ուզել, որ ամենածանր պահերիդ մերդ քեզ գոնե հույս տա, հիմա անցել ես ուրիշների մայրերին, մայրերից խլեցիր երեխաներին, եռաբլուրը լիքը 18-20 տարեկան հրաշք տղերք են, որ ընտիր սերունդ կտային, ու դու դեռ ասում ես որն է իմ մեղքը, հիմա էլ արդեն երեխաներին ես մայրերից, երեխաներից ես զրկում, երեխաներին ես զրկում մայրերից, Արեքնազը կարող էր լինել դավաճան, եթե քո թելը թելեր, միայն այդ դեպքում, ու բոլոր քաղբանտարկյալներին, բոլոր նրանք, անկախ նրանց կին են թե տղամարդ, եթե այսօր ապացուցված սովորական տնտեսական, գողության կամ մարդասպանության փաստերով դատված չեն, նրանք բոլորը քաղբանտարկյալներ են, դե Ծիրանը ոնց էր ասում, ասում էր տուրիստները արտահանելու են, ամեն մեկը 200 կիլո երևի ուտելու էր, որ արտահաներ, հա, այդ ձևի պետք է արտահաներ, ծաղկավաճառներին, ընդհանրապես բոլոր արտահանողներին, հիմա արդեն խմիչքի ու սիգարետի, այդ ոլորտի բիզնեսմեններին, շնորհավորում եմ ձեզ, այնքան ասեցիք պետությունը գիտի, Նիկոլ գնացիք ընտրեցիք մի մասըդ, հիմա այսպես ասած դե կերեք արտահայտությունն է, ծաղկավաճառները արդեն գիտեն դրա արդյունքը, հիմա արդեն այդ բանջարեմիրգ բանջարեղեն արտահանողներն էլ դա գիտեն, ոնց հասկացա, ոչ մի արտահանում չկա, ու չի էլ կարող լինել, Եվրոպան ուր է տանելու, ասում են Ուկրաինան հայկական ծիրան է արտահանում, լուրջ եք ասում, ու կա դեր տահաս, որ այդ էշությանը հավատում, հա, ինչ որ մեկը մի ասենք 50 տոննա սեփական վաճառքի համար կարող է այստեղից ծիրան է տարել Ուկրաինա, Կիևը ռմբակոծվում է, ու տեղին է ռմբակոծվում, կներեք իմ կոպիտ արտահայտությանը, բայց ես ռազմական մարդ եմ, ու պետք է արդար լինեմ, ու այդ ռմբակոծվող Կիևում հայկական ծիրան են արտահանում, որ ինչ անեն, տանեն այդ ժանգոտած տանկերում ուտեն, որ Ամերիկան շպրտել է ուկրաինացիներին փրթելու համար, այնքան որ իր զենքի անգարները մաքրի, հա, տարել էին ինչ անեին այդ ծիրան ընդեղ, մի հատ ուղեղներից զոր տվեք էլի, բա ծաղիկը ինչի չեն տարել, ընդեղ ծաղկի կարիք ավելի շատ կլիներ երևի, հերիք եղավ հայեր, մի արեք այնպես, որ հիմա այս աշխարհագրական ընդվզումների ժամանակ ոտքի տակ գնա երկիրը, Նիկոլը այն երևույթը չի, ինչքան էլ որ զիջի, հիմա սահմանազատում ես անում, հա, Տիգրանաշենի սեփականաշնորհման թղթերը ուր են, ուրա Նիկոլ, կադաստրից էր խոսում, այն դեպքում երբ Հայաստանի կադաստրի թուղթը Կալիզեի պատին տպած է, քանի 1000 տարի է, հիմա Տիգրանաշենի կադաստրի թուղթը իս ցույց տու, Հանրությանը քեզ ընտրողներին ցույց տու,
Ապացուցի, որ Տիգրանաշենը հայկական է։ Չես կարող, գիտես խի, որտեղ վաղուց վաճառել ես Սյունիք տանող ճանապարհը։ Բոլոր աշխարհագրությունից հեռու մարդկանց եմ ասում դա։ Մինչև Ջերմուկի խաչմերուկ, չէ՞։ Սյունիք ստորագրել ես։ Այդ քո Թրամփի կոչված ուղին ոչ այլ ինչ է։ Եթե ոչ Թուրանի ճանապարհ։ Ինչ լինում է, վազում եք Թուրքիա։ Հիմա այս սահմանը ամեն ինչ անում ես, որ սահմանադրությունը փոխես, չէ՞։ Որովհետև քո եղբայր ազգակից թուրքերը պահանջում են Եղեռնից հրաժարում։ Ժողովուրդ ինչքան է քնած սպասելու տեսնեք երբ է թուրքը մտնում Երևան։ Ու ձեզ թվում է այդ ինչ ասում եմ օթից։ Մենք հակաթուրքերս, հականիկոլիստներս քանակով այնքան շատ չենք ոնց տեսնում եմ, որ կարողանանք դիմագրավել այս աղետը։ Գիտեք ինչի համար, որովհետև անգամ իրեն հայ համարող 44 օրյայում պատերազմած եւ հետո Նիկոլի Միաման լափի դիմաց չոքած ոստիկանը այսօր հայկին է բանտարկում, ամոթ է վերջապես, ուր է ձեր նամուսը հայ տղամարդիկ, ես ես բառից չեմ ամաչում, պարզ ասում եմ ուր է ձեր նամուսը, որ խոսցնենք կասեք կանայք մեջտեղ են ընգել, կասեք դա ձեր գործը չի, ձեր գործը, դուրս եկեք դուք ձեր գործը արեք, ոչինչ մենք մեր կանացի գործը կանենք, ու ոնց տեսնում եմ ձեր գործն էլ ենք հիմա մենք անում։ Հիմա ինչ է սպառնում Տիգրանաշենը որ հանձնում է։ Տիգրանաշենի հանձնումը դա Սյունիքի հանձնման ճանապարհն է։ Դեռևս գիտեք քանի տարի առաջ մենք որ գնացել էինք Գնիշի Վարդենանց Լեռնանցքը նկարելու, այս կողմից է Սյունիքն են գնացել։ Տեղ գյուղի իրանց համայնքապետը պոստ բարձրացող տղաներին, ես այն ժամանակ դա ասել եմ, հիմա կրկնում եմ, չեր տալիս սիգարետ ծխախոտ, ասում էր 3 օրից գյուղը դատարկում ենք։ Ումից եմ գնալու, պարտքերս ուզեմ։ Չեն ասում հորս գերեզմանը թողելու եմ գնամ, ասում էր պարտքերս ումից եմ գնալու ուզեմ։ Առավոտը գնում է պոստավիկը դա փաստ է։ Ու իրեն ասում են 5 կիլոմետր պետք է հետ կանգնես։ Ցորենի ցանքսերի մեծ մասը Տեղգյուղի հիմա թուրքերի մոտ է։ 6 գաուբեց կա Տեղգյուղի վրա։ Ես կոնկրետ տեղ եմ ասում։ Կորնիձորին նայեք մի հատ, Իշխանասարում թուրքական դրոշ է։ Տաթևի եկեղեցում, որ Մարաղայի ճակատամարտից սկսած Տաթևի եկեղեցին թուրքական դրոշ չէր տեսել, Տաթևի եկեղեցու դիմաց թուրքական դրոշ, ադրբեջանական դրոշ է։ Սյունիքի Արգելանոցում թուրքերը Արգելանոցի ծառեր են կտրում, որպեսզի կարողանան բանակաշինություն անել, հայ, քո Արգելանոցում, քո Սյունիքում, ու դեռ որոշ տխմար տհասներ էլ, ելույթներից տակ գրում են Սյունեցին սենց անի, Սյունեցին նենց անի, Սյունեցին հանի ձեր աշկը, եթե դու Սյունեցի ես, գնա նայի քո երկիրն է, ես են ինչ որ ասում եմ միշտ փաստերով, գնացեք տեսեք, ոչ ոտքները տակ կոտրած, ոչ էլ Սյունիքը ես իմ քանի 1000 կիլոմետրի վրա, գնացեք նայեք ինչ ասում եմ, գնացեք ստուգեք իմ ասածները, և եթե ամփոփենք, անհապաղ ժողովուրդ պետք է ոտքի կանգնել, սատարել մեր բոլոր քաղբանտարկյալներին, բոլոր քաղաքական այն մարդկանց, որոնց վրա որ քրեական գործեր են կարել ու այդ որ իմ ելույթների տակ գրում եք սա դավաճան է, նա դավաճան է և այլն և այդ թվում նաև ինձ եք ասում դավաճանը դուք եք որ ուղեղներդ կերել եք ուղեղների տեղը հիմա ստամոքս է ու հիշեցնեմ այդ Նիկոլա Զավրիկներին խոզերին լավ բտում են միայն մորթելու համար, հիշեք դա, մատաղելու համար են գար պահում, ուլ միայն մատաղացու են պահում, Նիկոլ լսում ես այն մատաղի ուլ, դու դեռ քեզ թվում է, սենց թագավոր ես, ոստիկանական խունտայի հետևում կարողանում ես գնալ սեփական արտաքնոցդ,
Բայց այն ամենը ինչ որ ունի, սկիզբ միշտ ունի վերջ, ու սա քո վերջի սկիզբն է։ Սա քո վերջի սկիզբն է։ Եկեք ոտքի կանգնենք ու տեր լինենք մեր քաղբանտարկյալներին, այլապես վաղը ոչ մեկս չենք ցանկանալու գնալ ձեր երեխաների կյանքի համար պայքարելու, որտեվ տեսնում ենք ձեր երեխաների կյանքը պաշտպանողներիս ինչ ձևի եք դուք, զոհ տալիս ձեր միաման լափին, ժողովուրդ, ոտքի հելեք, ուշանում ենք։